Շատ լավ Տիկին Ավանեսյան, հունվարի 1-ն է, նոր տարի է, մարդիկ դիմավորել են նոր տարին եւ վատ են զգացել։ Ինչ է փոխվելու նախորդ տարվա հունվարի 2-ի կամ 3-ի կամ 4-ի համեմատ այս տարի։ Նախորդ ենք տալիս, որ նոր տարուն էլ ուտենք քիչ, անցած տարին եք խորհուրդ տալիս տարվա համար։ Այո։ Պարոն վարչապետ, առաջին քայլը լինելու է նախ տարբերակենք երկու խումբ քաղաքացիներ ունենք։ Այն քաղաքացիները, ում համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը, եւ նրանք են մինչեւ 18 տարեկանները, 65+ տարեկանները եւ 18-ից 65 հաշմանդամության կարգ եւ սոցանապահության բալ ունեցող քաղաքացիները։ Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը։ Մենք ռեգիստրում ներառված այդ բոլոր ճշտումները անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան շատ տարբեր ձևերով, որովհետև մենք ունենք նաև տարիքային անհատապես անվանապես։ Այո, անհատապես անվանապես մարդը իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է որպես ընդգրկվել։ Համաձայնությունը տալով արդեն կդառնա ապահովության։ Ինչ էլեկտրոնային հավելված։ Մենք ունենք Armet հավելվածը, պարոն վարչապետ, որը 700,000 հոգի իր հեռախոսում ունի այս պահին էլ։ Բայց ունենք Բայց հիմա ես օրինակ չունեմ, ինչ պետք է անեմ։ Երևի կոവിഡից հետո ջնջել եք, շատ հեշտ կարող եք նորից հետ բերել։ Հավելվածից բացի կա նաև Այո, բոլորը ունեն։ Չունենք հավելվածը, ունենք էլեկտրոնային համակարգչով կարող ենք։ Դա էլ չունենք, մեր ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը այդ գործը մեր փոխարեն կիրականացնի, որտեղ մենք սա էլ ենք հասկանում, որ գուցե մեծ ներողություն, հիմա նրանք ովքեր չունեն իմ նման այդ հավելվածը, դիմում են իրենց այսինքն սովորական կարանք ներբեռնենք սովորական կարգով։ Ոնց է կոչվում հավելվածը, ինչ կտրենք։ Armet։ Այո։ Շատ լավ։ Եվ մենք նաև մեր պոլիկլինիկայի եւ ամբուլատորիաների բուժ աշխատողները մեծահասակներին կզանգահարեն, կտեղեկացնեն եւ իրենք այդ գործը կաջակցեն, որպեսզի մենք ամբողջությամբ ավարտենք։ Գրանցվելուց հետո, ներառվելուց հետո, պարոն վարչապետ, ունենք էլի երկու տարբերակ։ Եթե մարդը անհապաղ վատ է զգացել իրեն, շարունակում է դիմել։ Գնահատան, եկեք հունվարի իրենքին մարդը կամ շատ կերել է, կամ շատ խմել է։ Ու այնքան վատ ազգում, որ բժշկի կարիք ունի։ Ինչ անելու։ Հավելվածն է քաշել է։ Զանգում է շտապօգնություն։ Շտապօգնությունը գնահատում է նրա վիճակը։ Եթե գրանցում ենք շտապօգնության կանչ, շտապօգնությունը կգա, նրան կտեղափոխի հիվանդանոց։ Հիվանդանոց հասնելուն պես, քանի որ սա ռեժիմ կա, որ մի րոպե չափից շատ է կերե կամ խմե, ապահովագրությունը դրա այդ գործ չունի։ Չէ, եթե վիճակը հասել է նրան, որ շտապօգնության կարիք կա, այդ պահին մենք չենք դիտարկի, բայց պարոն վարչապետ, հետագայում մենք հիշում եք բոնուսներ ենք սահմանել այդ քիչ ուտելու, այսինքն քրոնիկ շատ խմողների, շատ ծխողների համար, որ բոնուս մալուս համակարգ գործելու է, անպայման։ Բայց հիմա չէ։ Հիմա մենք որովհետև դեռ չգիտենք ով է շատ ծխում, ով է շատ խմում, դա հետագայում կիմանանք։ Հիմա եւ շտապօգնությունը տեղափոխելով հիվանդանոց, էմերջենսի ծառայությունում նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրի առաջնային օգնությունը, բուժօգնությունը։ Կարիք կլինի, չգիտեմ, վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության, եւս այդ հատվածը ապահովագրությունը կփակի։ Բայց եթե նրան Ուղղություն եմ խնդրում։ Հիմա միջև շտապօգնություն գնալու պահը այդ հասկանալի է, շտապօգնությունից դեպի հիվանդանոցային ծառայություն այդ հատվածում շատ են լինում մահազանգեր, միջև հիմա մարդիկ այսօր անում են, նամակներ են ստանում, ես ձեզ նաև բան եմ անում, վերահասցեագրում եմ, որ ասում են դե ով կա հարազատներից, թող գա մի հատ տենանք ստե վճարումների բանի հարց կա եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դա առողջապահության ապահովագրության ծածկույթ է, մենք կարողանում ենք երաշխավորված ասել, եթե ծածկույթ, մենք ասում ենք, որ երաշխավորված ասել, որ մեր քաղաքացին այդ նախադասությունը այլևս չի լսելու։ Եթե ծածկույթը եւ ցուցում է, այո, քաղաքացին չի լսելու կամ լսելու է ձեր ասած համավճարի կտորը, որը եւս պարզ սահմանված է լինելու։ Եթե, պարոն վարչապետ,
անձը իր վիճակին համահունչ ցուցումը չունի, բայց ուզում է ստանալ բուժօգնությունը, սա էլ պետք է նշենք։ Լինում են դեպքեր, երբ որ մարդը գալիս է էմերջենսիում ասում են դուք այս ծառայության կարիքը ցուցումը չունեք։ Պիտի հանձնեք որոշակի անալիզներ, օրինակ եմ բերում, եւ պիտի գնաք ձեր պոլիկլինիկայում, հանձնեք դրանք։ Պոլիկլինիկայում դրանք կլինեն փոխհատուցվող, բայց եթե անձը ուզում է ստանալ դա հիվանդանոցում, արդեն դա ծածկույթի մեջ չի եւ այո, նա պետք է վճարի այդ ծառայության։ Ներողություն եմ խնդրում, այդ հավելվածի մեջ մարդը ուղղակի սովորական մենք ինքը կարողանալու է բովանդակության հետ հաղորդակցի, որ ինքը իմանա։ Այսօր ինքը չունի որևէ առողջապահական ծառայության կարիք, հույս ունենանք չի էլ ունենա, բայց ինքը կարող է նայել, որպեսզի այնտեղ լինելու է բովանդակություն կամ թարմացվող է լինելու, տեղեկատվական պորտալ լինելու է, որ կարող են նորություններ լինել, փոփոխություններ լինել եւ այլն, որ այդ ամեն ինչի վերաբերյալ մարդիկ հաղորդակցվեն։ Անպայման պարոն վարչապետ, եւ մենք ունենալու ենք հենց հավելվածում ցանկը ծառայությունների, վիճակների փոխհատուցման գները եւ մեր նպատակն է, որ այդ շփումը համագործակցությունը անընդհատյա լինի։ Քաղաքացին օրինակ ստանալու է իր հավելվածով հաղորդագրություն, որ քո տարեկան հետազոտությունների, պլանային հետազոտությունների օրը եկել է կամ գալու է, զգուշացնելու է։ Դրանից հետո, եթե անձը չի գնացել օրինակ ստացել, գալու է հաղորդագրություն, որ եթե մինչև այս ամսաթիվը քո տարեկան պարտադիր հետազոտությունները չանցնես, քո ապահովագրության ծածկույթը կսառի, մինչև որ կգաս, կհանձնես եւ նորից կներառվես։ Այսինքն այս հաղորդակցությունը մենք պիտի ապահովենք հավելվածի միջոցով անպայման։ Իսկ դա նշանակում է, որ 26 թվականին բոլոր մարդիկ պետք է անցնեն այդ բանը։ Ոչ, պարոն վարչապետ, մենք սրա մասով էլ սկսում ենք 26-ից, բայց էլի պարտադիրության կետը դրել ենք, երբ որ ամբողջական արդեն համակարգը 28 թվականին ներդրված կլինի, որտեղ հետազոտություններն էլ սկրինինգային ծրագրերն էլ ունեն ժամանակագրություն եւ օրինակ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը ամեն 2 տարին մեկ պիտի անցնի անձը։ Մենք այդ ալգորիթմները պիտի ներառում ենք մեր հավելվածում, որ անձի համար հասկանալի լինի ըստ տարիքի եւ ըստ սեռի առանձնացվի իրեն անհրաժեշտ այս պլանային հետազոտություններն ու սկրինինգները։ Տիկին Ավանեսյան, ձեզ լսելով ես հիմա կարծում եմ, որ օրինակ հնարավոր աղմուկի պատճառ կարող են դառնալ այդ իրավիճակ, երբ որ բուժառուի եւ բուժհաստատության միջև լինի հակասություն, թե մարդը այդ պահին ինչ ծառայության կարիք ունի, որովհետեւ կարան լինեն դեպքեր, որ մարդը ասի, չէ, ես այնքան վատ եմ, որ պետքա հիվանդանոց պարկեմ, եթե ուղղ ասենք, իսկ բուժ առողջապահական հիմնարկ տեսականորեն եմ ասում, ասի, որ չէ, դու մանավանդ եթե մենք վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ենք ունենալու, իսկ մենք պետքա դա ունենանք, որ ծառայությունները ստանան նրանք, ովքեր օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը ունեն։ Այս հատվածը պետքա հասկանանք ոնց ենք կառավարում, որ փաստահենք լինի այդ որոշումները, որպեսզի մարդիկ այդ բանի անարդարության զգացում չունենան եւ չարաշահումների տեղերն էլ մենք բան անենք, փակենք, որովհետեւ շատ դեպքերում մենք ոլորտում չարաշահումների ինչ օրինակներ ենք տեսնում, որ կամ մարդկանց անունները գրած է ծառայությունների դիմաց վճարումներ ակնկալված են կառավարությունից, բայց կամ ծառայությունը չի մատուցված, կամ ծառայությունը մատուցված է այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար, ինչը էլի նշանակում է, որ չի մատուցված, կամ փոքր ծառայություն իրոք մատուցված է, բայց կողքից 15 ուրիշ բան է գրել, ուրիշ բան է գրվել։ Այս ամենամեծ ռիսկն է, այդ թվում այսօր, նախորդող շրջանում, հա մենք էլի դեպքեր գիտենք, որ բացահայտվում են, բայց մենք բացահայտումից երջանիկ չենք։ Մեզ պետքա, որ մենք համակարգ ունենանք, որպեսզի դա կանխարգելվի։ Այո, վարչապետ, եւ ըստ էության սա էլ գործելակարգերի թվային լինելու եւ այդ քայլաշարերը պարզ
թե բժշկական կենտրոնի համար եւ թե ապահովագրական հիմնադրամի համար պետք է փոխհամաձայնեցված լինի, որ ինչպես ասում եք, մենք անհասկացողությունների հնարավորինս քիչ ծավալ ունենանք։ Մենք առաջին հենց սկզբից ունենալու ենք զանգերի կենտրոն եւ ես ասում եմ զանգերի կենտրոն, բայց դա լինելու է թե հավելվածի միջոցով այսօր բոլորիս հայտնի հարցեր ուղղելու բոտերի մենք բան ենք անելու, ունենալու ենք հնարավորությունը, որ մարդիկ իրենց հարցերը ուղղեն, արագ պատասխան ստանան եւ ունենալու ենք բողոքները քննող որոշակի հիմնադրամում հանձնաժողով, որը արագ կերպով այս հարցերը լուծելու է, որպեսզի չունենանք գնան դատարաններ եւ այլն եւ այլն։ Հիմա ձեր ասած մի նախադասության վերաբերյալ մենք հիմա ստեղծել ենք կամ ունենք ըմբռնում, որ առողջության ապահովագրության մեկնարկի կետից մենք թղթի շարժ չենք ունենալու։ Մեր ամբողջ շարժը լինելու է թվային։ Անվարջապետ, առաջին փուլի մեկնարկից չէ, չեմ կարող նման պնդում անել, մենք այդ ճանապարհն ենք, մենք մեզ համար դրել ենք, որ այդ 28 թվականին ձեր ասած պիտի այլևս թղթային որևէ բան չունենանք։ Այսինքն եթե նույնիսկ 26 թվականի հուլիսի 1-ին անեինք, մենք այլի թղթայինով էինք սկսել։ Որովհետև սա միայն ինքը առանձին օղակել չեն կարող դիտարկել, մարդիկ մեր համակարգի հետ շփվում են նաև այլ համակարգերի հետ կապված եւ այս առումով էլ ինչպես օրինակ անաշխատունակության թերթիկը մենք արդեն հասանք այդ կետին, որ ամբողջ թվային է եւ այդտեղ ներառված են մի քանի գործընկերներ։ Հիմա այդ ինչով է կարևոր, այդ իմ նախորդ ասացի կոնտեքստում, որ երբ որ մարդը մուտք գործեց առողջապահության առաջնային օղակ, այսինքն պոլիկլինիկա մտավ, թվային համակարգը մեզ հնարավորություն է տալիս, որ ժամով տեղով ֆիքսենք, որովհետև հետագայում այդ չարաշահումները, որ արվում են, ամսաթվեր են գրվում, ժամեր են գրվում եւ այլն, որը հետահայաց էլ հնարավոր չի ստուգել, որովհետև թուղթը այնտեղ դրած է, մենք չենք կարող ստուգենք, այս թուղթը ժամը 10-ին ստեղ դրվեց, ամսի 10-ին ստեղ դրվեց, թե բոլորովին ուրիշ ամսաթվի։ Թվայինի դեպքում մարդը երբ մտավ, երբ դիմեց, հետազոտությունը երբ արվեց, ախտորոշումը երբ արվեց, ուղեգրումը երբ արվեց, ժամերով, տեղերով եւ այլն, այդտեղ չարաշահումներ իհարկե հնարավոր են, բայց այդ չարաշահման ապացուցման բազան հենց իր հետ զուգահեռ ձևավորվում է եւ շատ մեծ ռիսկեր դրանով իսկ կառավարվում են։ Դա պետք է լինի մեր առաջնահերթ խնդիրներից մեկը։ Պարոն վարչապետ, ես ասեմ, որ օրինակ շտապօգնության մասով, տեսեք, առաջ բժիշկը գնում էր, թղթով լրացնում էր մարդու վիճակը եւ այլն, հետ էր գալիս ու սկսում էր այդ ինֆորմացիան տեղափոխել էլեկտրոնային դաշտ, բայց արդյոք սա թվային տվյալ է, իհարկե ոչ։ Հիմա մենք արդեն հասել ենք նրան, որ բժիշկը գնում է պլանշետով, այդ րոպեին է իրականացնում պլանշետի մեջ ամբողջական գործողությունները, չկա թուղթ որևէ։ Եթե ունենք ինտերնետի խնդիր, օրինակ Խոսրովի անտառում է գտնվում կանչի հետ կապված, մենք այդ դեպքն էինք քննարկում, համակարգը թույլ է տալիս, որ ինքը պլանշետի մեջ իրականացնի իր գործողությունները, ժամը ֆիքսվում է, հետո հենց ինտերնետին հասանելիություն ունենում է, արդեն տվյալները փոխանցվում են հենց այն ժամանակի նշումով, որ երբ որ արվել է։ Այսինքն ձեր ասած տրամաբանությունը մենք ամբողջական այս պահին չունենք, բայց հատվածական լրացնելով 28 թվին ամբողջությամբ կունենանք։ Շատ լավ, այդ մարդը շտապօգնությունից պետք է արդեն անցում կատարի հիվանդանոցային ծառայություն, այդ անցման շրջանը այս համակարգով ինքնաբերաբար է տեղի ունենում, չէ՞, այսինքն պարզավոր փաստաթղթավորում կարվի, բայց մարդու համար այդտեղ ինքը որևէ լրացուցիչ գործողություն մարդը լրացուցիչ գործողության հետ առնչվում է իր կողմից։ Ոչ, չի առնչվում, արդեն շտապօգնության կայանից այդ ինֆորմացիան պիտի հասանելի լինի բժշկական կենտրոնին, որովհետև ամեն ինչ Արմեդի մեջ է արվում, այսինքն մենք ամբողջ շղթան պատմությունը Արմեդի մեջ կուտակելով գնում ենք։ Հիվանդանոցը նախորդ շտապօգնության ինֆորմացիան տեսնելով շարունակում է իր գործողությունները եւ ըստ էության արդեն այդ հատվածի մասով ենք մենք տեղեկատվությունը ունենում։ Տիկին Ավասյան, եթե մարդը առնչվեց մի իրադրության, երբ որ ինքը պետքա համավճար, այսինքն ապահովագրության ծածկույթի մեջ, հա։ Այո։ Բայց պետքա համավճարի տրամաբանությամբ է գործում։ Մեր համակարգը ո՞նց է գործել։ Մարդը սկզբից պետքա վճարի նոր ծառայությունը ստանա, թե ծառայությունը ստանա նոր վճարի։
Պարոն վարչապետ, դեպքերը կարող են տարբեր լինել։ Եթե դա օրինակ լաբորատոր գործիքային հետազոտություն է, այո, այդ պահին պետք է գուցե վճարումները ամբողջ անի, որպեսզի ստանա ծառայություն։ Եթե դա հիվանդանոցային դեպք է, ապա ոչ, հիվանդանոցային դեպքը ավարտվելուց հետո վճարումները պետք է անի, նոր դուրս գրվի։ Իսկ հիմա այդ լաբորատոր ծառայությունների համար մենք երբ ենք բացառելու կանխիկ վճարումը այն տրամաբանությամբ, որ կանխիկ վճարումը նաև տերմինալների միջոցով վճարում, այսինքն տերմինալի միջոցով վճարումը անկանխիկ վճարում չի։ Անկանխիկ վճարումը կամ քարտով կամ հեռախոսի հավելվածով։ Մնացած բոլոր վճարումները մենք պետք է համարենք կանխիկ, որովհետև երբ որ մարդը վճարելիս փողի կպնում է թղթի, դա կանխիկ վճարում է, կապ չունի ում է տալիս, ինչ տարբերություն մարդու է տալիս թե ապարատի։ Էդ էլ ես ուզում եմ վերադառնանք, որովհետև երբ որ մենք այն ժամանակ անկանխիկի մասին մտածում էինք, հետո պարզվեց իրականացրել ենք, բայց մեր պետական մարմինները հասկացել են, որ օրինակ բանը տերմինալը բանը անկանխիկ է։ Անկանխիկն է, որ մարդը թղթի չի կպնում, այդ վճարեց, երբ որ բանի ինչ էր անունը դրա թղթադրամի կպնում է, ուրեմն այդ կանխիկ վճարում է։ Անկանխիկն է, որ կամ հավելվածից ցա վճարում կամ կարճ ասած թղթի չի կպնում ինքը, երբ որ թղթի կպավ այդ կանխիկ վճարումը։ Պարոն վարչապետ, ազգային ժողովի մեր գործընկերները Ծովինար Վարդանյանի նախաձեռնությամբ նախագծը արդեն շրջանառել են, հիմա աշխատում ենք միասին, պիտի որ արդեն ավարտական փուլում լինի, ես հուսով եմ, որ առաջիկայում այդ նախագիծը եւս կմտնի։ Այստեղ երկու հարց պիտի լուծենք, մեկը որ այո տերմինալները ըստ էության եւս դուրս գան բժշկական կենտրոններից, որ վճարումը լինի կամ post տերմինալով, եւ երկրորդը պարոն վարչապետ, տեղեկատվական կապը վճարման եւ արմետ համակարգի բժշկական կենտրոններում, այսինքն բժշկական կենտրոնում վճարումը իրականացնելու անկախ նրանից համավճարի համար է, այլ վճարովի ծառայությունների համար, մենք պետք է հասնենք նրան, որպեսզի արմեդում մենք ամբողջական տվյալներ ունենանք մեր պացիենտների վերաբերյալ։ Հիմա հենց այն դրա հետ կապված մարդը բուժվեց, եկավ դուրս գրվեց եւ եկավ էլ իր հավելվածը բացեց։ Իր հավելվածում ինֆորմացիան լինելու է, թե ինքը ուր գնաց, որ ժամին, ինչ ծառայություն ստացավ, ինչքան վճարվեց այդ ծառայության համար, որ մասի համար վճարվեց հիմնադրամի կողմից, որ մասն է ինքը կանխիկ վճարը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ոչ թե հետո է իմանալու, այլ ընթացքն էլ մենք հաղորդագրություններ տեղեկացնում ենք։ Այսօր էլ եթե այցը գրանցվեց, մտար պոլիկլինիկա, հաղորդագրություն է գալիս, որ քո անունով այց գրանցվեց։ Հաջորդիվ ծառայությունը այցից վճարումները երևում են այդ հաղորդագրության մեջ էմա, որ քո այս ծառայության համար էական չի ով վճարել։ Վճարեց կամ բանը վճարեց առողջապահության նախարարությունը վճարեց կամ ինքը անձամբ վճարեց կամ հարևանն է վճարել կամ հարազատն է վճարել։ Դա հիմա երևում է հավելվածում։ Այս պահին երևում է միայն պետական պատվերի կամ ապահովագրության կտորը, որ այո երևում է եւ երևալու է։ Մենք պետք է հետագայում որևէ շարժ պետք է ամբողջը պետք է երևա։ Հիմա հենց մեր խնդիրը դրանումն է, որ վճարովին էլ ամբողջական արմեդով լինի, որ այո այդ կտորն էլ արմեդ հավելվածում երևա։ Ինչ ծառայություն է ստացել, դրա դիմաց ով ինչքան է փոխհատուցել։ Դե այդ կետերը փոխկապակցված են, երբ որ լինի անկանխիկ, երբ որ լինի թափանցիկ, երբ որ մենք բացառենք այլ շրջանառությունները, այդ ժամանակ նաև հետագծելիությունը ամբողջությամբ կերևա։ Հիմա որ նախորդ անգամ էլ չանդրադարձանք մեր աշխատանքային հանդիպման ժամանակ, կառավարելու է հիմնադրամն է կառավարելու համակարգը։ Եվ ոնց է ձևավորվելու հիմնադրամը այսօրվա մեր փաթեթով, ինչ ժամկետներով, ինչ սկզբունքով եւ ինչ հիմունքով եւ հետագա զարգացումները ինչ ուղղությամբ են գնալու։ Պարոն վարչապետ, նաև հասկանալով այս հիմնադրամի վրա դրված այս շատ կարևոր հանձնառությունը եւ թե որակյալ բարձրակարգ մասնագետների ներգրավումը եւ կառավարումը լավագույն ստանդարտներով ապահովելու համար մենք փաթեթի մեջ ներառել ենք այս հետեւյալ աշխատակարգը։ Ուրեմն 3 ամիս ժամկետով կձևավորվի ժամանակավոր
հոգաբարձուների խորհուրդ եւ կառավարում այդ 3 ամսվա ընթացքում ձեր գլխավորությամբ եւ մեր գործընկերների համատեղ մրցույթային հանձնաժողովը կձևավորի արդեն հիմնական հոգաբարձուների խորհուրդը եւ տնօրենը կնշանակվի արդեն նոր աշխատակարգին համաձայն։ Մենք այս ձևաչափով նախ անընդհատությունը հիմա կապահովենք, որ մենք նախապատրաստական աշխատանքները սկսենք իրականացնել եւ նաեւ մրցույթային հանձնաժողովը ժամանակ ունենա այդ գործընթացը ապահովելու համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։